Այնուամենայնիվ բանակցություններն ավարտված են, այսպես խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, արդյոք Ադրբեջանը կստորագրի դա եւ եթե ստորագրի այդ թուղթը կարող է իրական խաղաղություն ապահովել Հայաստանի համար։ Նախ մենք չգիտենք այդ թուղթի բովանդակությունը ինչ է, դրա շուրջ խոսակցություններ կան, դրա մասին խոսակցություններ կան, ովքեր որ խոսում են, մենք դրանց խոսքը մեր համար ոչ մի արժեք չունի։ Բովանդակությունը բարձ որ լիներ, կարելի էր կարծիք հայտնել, բայց բնականաբար մենք հասկանում ենք Փաշինյանի օրոք ինչպիսի փաստաթուղթ կարող է ծնվել, բնականաբար ի վնաս հայկական կողմի։ Ինչ վերաբերում է թուղթը կստորագրվի թե չէ, ադրբեջանական շարժուձևից երևում է, որ ադրբեջանցիները ինչպես 2 տարի առաջ, ինչպես 1 տարի առաջ, ինչպես 6 ամիս առաջ, այս անգամ եւս չեն պատրաստվում ստորագրել։ Ինչպես ասեցի, նրանք քանի Երևանում իշխանության գլխին Փաշինյանն է, նրանք ոչ մի հստակեցում չեն ուզում մտցնեն եւ արիտից օգտվելով, եթե աշխարհակաղակական զարգացումները թույլ տան, նրանք, ինչպես ասեցի, ամբողջ Հայաստանը գուլ տալու նպատակ ունեն։ Ինչու չի հրապարակվում այդ տեքստը։ Ինչպես։ Ինչու չի հրապարակվում։ Գուցե արձագանքներից է վախենում այս իշխանությունը։ Կարծում եմ, որ այս իշխանությունները Գարմիր քիծը շուտվանից են անցել, այսինքն այլևս վախենալու խնդիր չկա։ Փաշինյանը այնպիսի մտքեր է արտաբերել, որը դավաճանություն բառն էլ կարծես թե քիչ բնութագրում է այդ ամենին։ Չեմ կարծում, որ վախենալու խնդիր կա, այստեղ պայմանավորվածության հարց կա հավանաբար երկկողմ մինչև դա չստորագրվի հրապարակման ենթակա չի։ Նրանք հլու հնազանդ այդ պայմանավորվածության ենթակա վիճակում են, այդքան բան։